Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին ջան, այդ ձեր կողի զանգը խնդրում եմ անջատեք։ Անջատեցինք։ Տիկին Թերմինե դուք եք։ Այո, ես եմ։ Ես Վարդան Ղուկասյանն եմ, ես լսում եմ ձեզ։ Մեզ փոխանցել են ձեր հեռախոսը համարը, ահազանգել են, որ դուք մի րոպե։ Ահազանգել են, որ դուք հիվանդ եք քաղցկեղով, եւ ձեր թոշակը կտրել են։ Հիմա մի քիչ ավելի պարզ բովանդակալից ներկայացեք ձեր բանը խնդրեմը։ Բարձր։ Բարոն Ղուկասյան, ինձ կանչեցին Շենգավիթի սոցիալ-բաժին, պետական ծառայությունից հիվանդության փորձաքննություն անելու, եւ որ ինձանից ամբողջովին իրանց իրազեկված չէին, ինֆորմացիան իրանց տրված չէ, ծրագիրը չէր դասում, իրենց արտակ բառերն եմ ասում, եւ ինձ կտրեցին կարգից, հիվանդության կարգից։ Երբ է դա տեղի ունեցել, Տիկին։ Երբ։ Նոյեմբերի 14-ին։ 14-ը ես իմ ասեմ, դուք ասեք այո կամ ոչ։ Ուրեմն նոյեմբերի 14-ին ձեզ կանչել են Շենգավիթի սոցիալ-բաժին եւ կտրել են ձեր թոշակը, նպաստը, բայց դուք տարապում եք քաղցկեղով։ Քաղցկեղով, այո։ Քանի տարի է տարապում եք։ 22 թվականից։ Ահա։ Վիրահատվել եմ, քիմիա ճառագայթ եմ ստացել։ Հիմա եք ստանում։ Հիմա ուրիշ խնդիրներ են առաջացել, գլխուղը ու հայցախում է եւ ես ամեն անգամ հերթական հետազոտությունների եմ գնում բանալիան բժշկական կետում։ Ինչ պատճառաբանությամբ են կտրել ձեր թոշակ, ասել են դուք առողջացել եք։ Բալերը չէր բավարարում։ Այսինքն ինչ է նշանակում չի բավարարում։ Ասում են որ բալերը չի բավարարում, պետք է լինի 25 միավոր, հիմա 22 էր։ Ես ասացի կբողոքարկեմ։ Ահա։ Իրենք ինձ ասեցին 2 ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել, ես նույն օրը բողոքարկեցի, դիմում գրեցի։ Ահա։ Ինձ երեք առաջ օրը զանգեցին, կանչեցին Նորքի սոցիալ-բաժին այսօրվա համար, ժամը 4:30։ Ահա։ Գնացի կրկին հետազոտեցին եւ կրկին կտրեցին։ Ահա։ Ասում են դիմեք դատարան, 2 ամիս հետո դիմեք դատարան, ասում հարգելի ես ընթացիկ հետազոտություններ ունեմ, որոնց կարիքը շատ ունեմ։ Եվ ամբողջ թղթերս անկետած ուռուցքաբանականից տարել դրել եմ իրենց առջև, իրենք թերթեցին թերթերը եւ կտրեցին։ Մի հատ անամեստ հարց տամ ձեզ, 1000 անգամ ներողություն, բայց այդ հարցը պիտի տամ։ Ընտրությունների ժամանակ դուք ում եք ընտրել։ Ես այդ ժամանակ հիվանդ պարկած եմ եղել, պարոն Ղուկասյան։ Դուք ընտրատեղամաս չեք գնացել։ Չէ, չեմ գնացել, ես պարկած եմ եղել, մայրս ամիշ մասնակցել ընտրություն։ Իսկ ձեր մայրը, ես ուզում եմ հասկանամ, Նիկոլին ձեն տվել է։ Ոչ, մայրս չի տվել, ձեզ է տվել, սկիպ մայրս, իրանք ձեր կուսակցության անդամ են, ձեզ են, միշտ ձեզ են ձայն տվել։ Հիմա դուք պատրաստում եք բողոքարկել դատարան։ Ես կուզենայի շուտ այդ ամեն ինչին ընթացքային, քանի որ ես հենց դեկտեմբեր ամսին հետազոտության երկու հետազոտության կարիք ունեմ։ Դուք մինչև այդ ինչ կարգի հաշվանդամություն եք ունեցել։ Երրորդ կարգի հաշվանդամություն, 2 տարի երրորդ կարգի հաշվանդամություն եմ ունեցել 22 եւ 23 թվականի, իսկ 24-ին կտրեցին պատճառաբանելով, որ ես լավ եմ։ Որ դուք լավ եք։ Բալական ասում, այո, բայց Ուրեմն քանի որ ձեր թեման վերաբերվում է հազարավոր քաղաքացիների, որոնք տարապում են քաղցկեղով, ես գտնում եմ, որ եթե մի մարդու ախտորոշել են քաղցկեղ եւ այդ մարդը պիտի մշտապես գտնվի գոնե 6 ամիսը մեկ դիսպանսեր հսկողության տակ, այդ մարդը պիտի ստանա ցմա, երրորդ կարգի հաշվանդամություն, ցմա կրկնում եմ, որովհետև այդ հիվանդությունը ինքը ունի ռեմիսիայի շրջան, կնեմ, հայտնվեմ, տալեմ, եւ մեկ էլ հանկարծ կողում է ռեցիդիվ։ Նման մարդիկ միշտ կախված են մազից, նման մարդուն պարտավոր են տալ ցմա երրորդ կարգ, վերջ, էլ դրանից հետո եթե վիճակը բարդանում է, սարքել երկրորդ։ Ես հիմա ձեր բողոքը հասկանում եմ, ես ուրեմն ինչով որ մենք կարող ենք
Եթերից հետո այդ համոզված եմ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ օգտակար լինել բանը դատարանում, բայց ուրիշ ավելի օգտակար լինել մենք ձեզ չենք կարող, մենք ոչ իշխանություն ենք, ոչ ընդդիմություն ենք, որ գանք մտնենք սոցապ, օրինակ Վարդան Ղուկասյանի ժամանակ, եթե վեկալ են ապօրինաբար նման մարդուն զրկեց, պես նազը գալիս է մտնում տվյալ սոցապը, ասում եմ ինչա լինելու, անկախ նրանից ընդեղ բանը կանայք են նստած, տղամարդիկ են նստած, մազերները գեդին տված, առնաշաղաղ, քիթուբերաները ջարդելով, անկախ նրանից սպիտակ խալաթավոր են, կոստյումով են ինչ, պիտի քցեն ուազիկը ու տանեն ԶՊԲ։ Վերջացավ։ Մի անգամ մի հատ սոցապի գլխին տես բան ես անում, մնացած բոլոր սոցապները զգաստանում են։ Հիմա եթե սկինը պասպորտի մեջ դներ 30,000 դրամ, 40,000 դրամ տար սոցապի ծծերով աշխատակցուհուն, Կարգը տեղում խփեն կտային, դուք իմ հետ համաձայն եք։ Ես դեռ համաձայն եմ, նույնիսկ իրենք իմ մերտերներն ու կատերները չնայեցին, որ բազմաթիվ հարցականներ կատարված իմ առողջության հետ կապված, անգամ իրենք չընթերցեցին, զարմացած են ուղղակի ուժ աշխատողների վրա։ Այնտեղ այնտեղ ագարկեք են նստած։ Այնտեղ ագարկեք են, դրանք բուժ աշխատողներ չեն տիկին։ Դրանք ագարկա են պասպորտի մեջ ընկերաբազ նսում ես, ես խնդրում եմ ձեզ մի հատ դիմում բողոք եք ուղարկում ընկերաբազյանի անունով եւ եթերից հետո եթե որևիցե մի փաստաբան իմ միջավայրից կցանկանա պաշտպանել ձեր շահերը դատարանում, ես կփոխանցեմ ձեր հեռախոսը համարը, բայց խնդրում եմ մի հատ դիմում բողոք ուղարկում եք ընկեր Աբազին, մի հատ էլ Աննա Վարդապետյանին։ Շնորհակալություն, առողջություն ձեզ։ Ուսենց, երևի օր չկա, օր գոյություն չունի, որ չեն զանգում քաղաքացիներ եւ չեն ասում կտրեցին իմ թոշակը, էլ ռակ, էլ ինֆակտ, էլ ինսուլտ, էլ չգիտեմ ես իմի, փողը դնում ես մեջը, տալում ես 30-40,000 դրամ եւ տեղում խփում տալում են։ Փողը չկա, այսինքն մի ամսվա թոշակը պիտի տաս, որ դու ստանաս տվյալ կարգը։ Մի ամսվա թոշակը որպես կաշառք տալիս ես ծծերով նստած, այնտեղ որևիցե մեկնում եկին, սաղ ծիծ են, այդտեղ որ մտնում ես այդ օտեկայա, վետեկայա ինչ կար գալու, հա, լրիվ ծիծ են։ Խփում տալում։ Այս հարցը պետք է լուծվի միանգամից։ Մարդ 2-3 տարի ստանում է հաշվանդամության թոշակ, 3-րդ տարուց ստանում է ցմա, վերջ։ Բարձավ։ Այդ ոչ կամ ընդեղ ձեռը կորցրած, ոտը կորցրած, թոքը չկա, լյարդը չկա, ուղեղը չկա, մա ամեն տարի առաջի կարգի հաշվանդամը է, ամեն տարի առաջի կարգի հաշվանդամը գալիս է, որ իա առաջի կարգի հաշվանդամությունը հաստատվի, այմ արդես մարդը չի դզվի, վերջ, այդ ոտը պիտի աճի, աշկը պիտի տեղը գա, ինչ ալնելու, ես չեմ կարում հասկանամ։